Այսօր եկել եմ ձեր խումբ, ձեզ պատմեմ մեր տնակի պատմությունը։ Հետո հասկանամ, թե այս տնակին մենք ինչպես կարող ենք օգնել։ Ինքը մեր օգնության կարիքն ունի իրականում, որովհետև ինքը շատ տխուր, միայնակ տնակ է։ Գիտեք ինչու է տխուր ու միայնակ, որովհետև ոչ ոք չի ուզում ներս մտնի, տեսնի ներսում ինչ կա։ Բոլորը նրանից վախենում են, հələ նայեք, շատ մռայլ է, սև, Ես այլի չեմ վախենում, որ մտնում եմ կարմիր դարակը։ Դու ուզում ես մտնել։ Դե հələ տուկ-տուկ տուր, տես ներսով կա, հələ տուկ-տուկ տուր։ Տուկ-տուկ տեսնենք ովքեր են բնակիչները։ Ոյ, իր ներսում բնակիչներ կան, գիտես, ու այդ բնակիչների պատճառով մարդիկ այս տնակից վախենում են, որովհետև այս տնակում գիտեք ովքեր են ապրում։ Ովքեր։ Զոմբիները։ Ոյ, ճիշտ է ասում, բայց գիտեք, այստեղ զոմբիներ են ապրում, նրանք վախենալու են, դրա համար մարդիկ իրենցից վախենում են։ Եվ կողքով անցնում են գոռում են։ Այո, կանանք զոմբիների հետ մուլտհերոսներ կցենք, հա։ Որտեղ զոմբին ու մուլտհերոսը նման են, չէ՞։ Ճիշտ է։ Հետո ապրում է մթությունից վախը։ Այո, բոլոր վախերը հավաքվել են, այստեղ դարձել են բնակիչներ։ Հետո ապրում են դրեսենք, հա։ Հետո ապրում է մայրիկից բաժանման վախը։ Ոյ, իսկ մյուս բնակիչը միջատներից վախն է։ Այն մանրապճառ միջատները որ կան, որ տեսնում եք, թախնում եք, ասում եք, վայ։ Հա, ու երբ Այո, դրա համար էլ վախենում եք, որ այստեղ եք, հիշում եք, չէ, ասեցի, որպեսզի օգնենք տնակի բնակիչներին և դրսի մարդկանց իրար լավ ճանաչել և ոչ այդքան վախենալու դառնալ, որովհետև վախենում են, որովհետև այդքան էլ լավ չեն ճանաչում նրանց և ծանոթացնենք, գուցե վախենալու չլինեն։ Եկեք փորձենք, լավ։ Ինչ պետք է անենք, մի հատ եկեք տուկ-տուկ տանք, թող բնակիչներից մեկը դուրս գա։ Տուկ-տուկ տվեք։ Ոյ, բարև ձեզ։ Մարդիկ կարող են տուկ-տուկ չտակ, դուրս է։ Գիտեք ես ով եմ։ Ես զոմբիներից և մուլտհերոսներից վախն եմ։ Իրականում ինձանից բոլորը վախենում են, բայց ձեզ մի գաղտնիք ասեմ, ես իրականում գոյություն չունեմ, հնարովի մտածածին կերպար եմ, ինձ հորինել են մարդիկ, գիտեք, ու երբ այդ հորինվածքը, այսպես ասած բացահայտվում է, հլը տեսեք ես ինչ գունավոր եմ դառնում, հլը տեսեք իմ ներսում ինչքան գույներ կան, չէ որ մուլտհերոսները կարող են նաև ուրախալի լինել, սիրելի լինել, ով ունի սիրելի մուլտհերոս։ Իսկ զոմբիներն իրականում ծիծաղելի են, որովհետև նրանց կառավարում են մարդիկ։ Ես արդեն վախենալու եմ։ Եկ պատում անյա։ Հլը նայեք։ Տեսեք։ Վաու, լուսավորվեց, չէ՞, հլը նայի, տես։ Բարև ձեզ։ Գիտեք իսկ ես ով եմ։ Հիշում եք բնակիչների անունները։ Այո, զոմբիներն են։ Զոմբիները արդեն վախենալու չէին ասեցինք, տես, հիմա մյուսն ով էր, ում էլ վախենալու չդարձնենք։ Շատ մութ է լինում, մեկ վախենում ենք, է։ Բայց եկեք տեսնենք մթության մեջ ինչ գեղեցիկ բաներ կան, չէ՞ որ մթության մեջ էլ գեղեցկություն և լույսեր կան։ Օրինակ, հլը աստղը նայեք, վառեցինք աստղը։ Հլը տեսեք աստղը երկինքը, հլը տեսեք ոնց ենք լուսավոր դարձնում, ուշադիր նայեք։ Գեղեցիկ էր։ Տեսնեք մթության մեջ որքան գեղեցիկ լույսեր կարող են լինել։ Վախենալու
եղել արդեն լնայք։ Հաջորդ բնակչին ենք կանչում, տուկ-տուկ ենք տալիս, հենց դուրս է գալիս են տուկ-տուկ։ Հաջորդ բնակիչը մայրիկից բաժանման վախներ։ Ու ինքը մեկ կարևոր հարց ունի ձեզ, գիտեք տալու։ Ասում են, իսկ ինչու եք ինձանից վախենում։ Չէ՞ որ երբ մայրիկից բաժանվում եք, գալիս եք մանկապարտեզ, ձեր ընկերների հետ եք խաղում, շատ լավ ժամանակ եք այստեղ անցկացնում, ուրախ է անցնում ձեր օրը, լուսավոր։ Տեսեք, Արցախը նայեք էստեղ, ես բոլորին ցույց եմ տալու, տեսեք։ Ջանա, ամեղ ուտելիքներ են պատրաստում։ Դրանք գումար են վաստակում, որպեսզի գնեն ձեզ համար այն ամեն ինչ դուք ցանկանում եք։ Եկան այստեղ եւ դուք ինձ ճանաչում եք։ Նայեք, ես ավելի գունավոր եմ, ինչ գունավոր։